Բարի օր գործար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ կարող եք թվային հարթակներում եւս մեզ դիտել։ Այս պահին մեր տաղավարում Էլինա Վարդանյանն է, առաջին խոսափողի մոտ, ով Հայաստան խմբակցության падգամավոր է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ դուք այսօր մեր տաղավարում եք։ Ուրախ եմ երկար, այսպես փորձեից հետո վերջապես ձեզ տեսնել այստեղ։ Կարևոր օր է, այսօր ամսի 9-ն է, որ մենք տեսաձայնագրում ենք հաղորդումը, J.D. Vance-ն է ժամանում Հայաստան, սպասելիքները շատ տարբեր են, շատ մարդկանցից շատ տարբեր, և ժամը 5-ին հավաք է տեղի ունենալու, գերիների մասով դուք եթերից առաջ նշեցիք, որ դուք ևս մասնակցելու եք։ Արդյոք սպասելիք և հույս կա, որ ամեն դեպքում այս այցը կնպաստի այդ հարցով գոնե լուծման և առհասարակ J.D. Vance-ի այցը անկախության պատմության շրջանում կարևորագույն այցերից է մեզ համար, այդ մասին շատ է շեշտվում, ոնց է գնահատում այցը։ Ես անկեղծ ասած ինչ-որ մի պահ մտածում էի, որ նույնիսկ կարող է Վենսը Հայաստան չկա, որովհետև հայտարարությունը թրիփի հետ կապված, որ արվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից, կարծես թե փակում էր այն բոլոր հարցերը, որոնք որ պետք է քննարկվի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև, թեև հայտարարությունը, որ արվեց այն ժամանակ, շատ ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ Հիմա փորձեմ հերթով գալ, ձեր հարցերին պատասխանելով, առաջինը հավաքի հետ կապված, այո, ես էլ ժամը 5-ին կլինեմ անպայման ԱԳՆ-ի մոտ հավաքը այնտեղ է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում, որովհետև մենք ունենք այս պահին չլուծված կարևորագույն խնդիր եւ դա գերիների խնդիրն է, հետեւաբար հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Վենսը ոչ միայն Հայաստանում է լինելու, այլ այնուհետև մեկնելու է Բաքու եւ այնտեղ էլ բանակցություններ են տեղի ունենալու, ակնկալում եմ, որ Վենսը կարող է նաեւ մեր ձայնը հասցնել Բաքու, որովհետև սա խայտառակություն է, այս ընթացքում մենք որևէ ռեալ քայլեր չենք արել գերիների վերադարձի համար, ավելին, երբ Փաշինյանը մրցանակ էր ստանում խաղաղության համար, գերիներին այդ նույն օրը ՑՄՀ ազատազրկման էին դատապարտում։ Տիկին Վարդանյան, իշխող թիմից կասեն ինչպես ոչինչ չեն կարել, վերջերս գերիներ վերադարձան։ Գերիների վերադարձը կատարվեց, եթե կհիշեք, Հայաստանում դատապարտված վարձկանների վերադարձի դիմաց, այսինքն սա էլի այսպես միջազգային առևտուր հիշեցնող մի քայլ էր։ Ես շատ ուրախ եմ, որ մեր գերիները վերադարձել են, 4 հոգու վերադարձը իհարկե շատ կարևոր է եւ լուրջ ձեռքբերում է, բայց մենք միևնույն ժամանակ պետք է գնահատենք, թե ինչ գնով է դա տեղի ունեցել։ Այսինքն, երբ դու մարդկանց, ովքեր որ հանցագործներ չեն, ռազմական հանցագործներ չեն եւ պահվում են Բաքվում, հավասարեցնում ես ռազմական հանցագործների հետ, դա իհարկե այնքան էլ չի խոսում քո բանակցային հմտությունների մասին։ Մյուս կողմից ես էլի եմ ուզում հիշեցնել, դուք ասում եք, որ կասեն ոնց բան չեն կանում, գիտեք, երբ Փաշինյանը ստանում էր խաղաղության մրցանակը, Զայեդի մրցանակը, եղբայրության եւ այդ ընթացքում ձեռք էր սեղմում Ալիևի եւ մյուսների հետ, դժվար չէր ըստ էության հենց նույն մրցանակը ստանալուց, եթե իր համար այդ այսպես շատ կարևոր է եւ կյանքի նպատակն է եւ դրանից լուրջ ձեռքբերում իր համար չկա, հենց այդ պահին խոսել գերիների վերադարձի մասին, որովհետեւ խաղաղությունը նաեւ դրանով է նշանավորվում։ Չի կարող երկու պետությունների միջև լինել, չեն կարող լինել բանակցություններ, չի կարող լինել խաղաղություն այն պարագայում, երբ քո հայրենակիցները ՑՄՀ ազատազրկման են դատապարտված եւ պահվում են Բաքվի բանտերում։ Իսկ ինչու լավ այդպես էկրանների դիմաց հանրայնորեն չի խոսվում դրա մասին հաճախ։ Միացյալ Նահանգները ժողովրդավար երկիր է եւ այն երկրների հետ հանդիպումներ են եղել եվրոպական տարատեսակ երկրների ղեկավարների հետ, այդ հարցերը այդքան բարձրաձայնված չեն եղել։ Ինչու հակառակ կողմից էլ դրա մասին չի խոսվում, եթե խնդիր կա ամեն դեպքում։ Տեսեք, շատ կարևոր է թե պետությունը ինչպիսի քաղաքականություն է վարում։ Այսինքն, այստեղ պահանջատերը պետք է լինի պետությունը։ Պահանջատերը պետք է լինի Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունը։ Երբ իշխանությունները պատշաճ կերպով
չեն ներկայացնում գերիների խնդիրները, այլ ընթացիկ, այսպես հանդիպել են որևէ պատվիրակության հետ, այսպես իմիջիայլոց մի կես բառով կխոսեն դրա մասին եւ այլն, հետո մնացած պետությունները շատ ավելի պահանջատեր չեն կարող լինել։ Հասկանում եք, որովհետեւ եթե քո պետությունը տես չի կանգնում իր քաղաքացիներին, այդ դեպքում մեկ այլ պետություն ինչու շատ ավելի շահագրգռված պետք է լինի, առավել եւս որ իրենք էլ ունեն իրենց շահերը կապված Ադրբեջանի հետ։ Եկեք չմոռանանք, որ այսօր Եվրոպայի գազամատակարարումը իրականացվում է հենց Ադրբեջանի միջոցով, անկախ նրանից թե դա ադրբեջանական գազն է, թե ինչն է, մենք բոլորս գիտենք, բայց իրենք ունեն իրենց շահերը։ Եվ այս պարագայում, երբ դու ինքդ չես այսպես պնդում քո պետության շահերը, ազգային շահերը, մեկ այլ պետություն քեզանից ավելի շահագրգռված չի կարող լինել։ Մենք չենք շահագրգռված։ Տրամաբանական պիտի լիներ, չէ՞, որ ամեն դեպքում այս քայլը գերիների վերադարձը կարևոր է նաև հանրության համար ու դա կարող է նույնիսկ ընտրությունների նախաշեմին շատ որոշիչ դեր ունենալ։ Հանրությունը կարծում եք այդքան մտահոգ չի։ Երկու կարևոր հանգամանք պետք է նշեմ, այն որ ես ինքս էլ ակնկալում եմ, որ մինչև ընտրությունները հավանաբար այսպես որևէ ժեստ կարվի Ադրբեջանի կողմից եւ իհարկե ոչ բոլոր գերիները, այլ ոմանք կվերադարձվեն, բայց մեր իշխանությունները այո նաեւ տեսնում են այն, որ հանրության արձագանքը adekvat չէ իրադրությանը։ Այսինքն ես հիմա ժամը 5-ին գնալու եմ ինքս այդ հավաքին, բայց ես էլ մտահոգ եմ, թե մեր հայրենակիցներից, մեր քաղաքացիներից քանիսն են հավաքվելու այնտեղ պահանջելու գերիների վերադարձ։ Ցավոք սրտի մեր հանրությունը այս պահին բավականին այսպես խորը ապատիկ իրավիճակում է, դա իհարկե ունի իր հիմնավորումները, դա պարտված երկրի քաղաքացու բարդույթ է, որ բնորոշ է եղել տարբեր երկրներին տարբեր ժամանակահատվածներում, բայց իհարկե մենք էլ պետք է փորձ անենք դուրս գալ այդ իրավիճակից եւ երբ որ ասում եք արդյոք հանրությանը դա չի անհանգստացնում, հանրության զգալի շերտեր կան, որ իրենց անհանգստացնում են, բայց միևնույն ժամանակ մեր հանրությունը այսպես բազմաշերտ են եւ կան մարդիկ, ում ինչպես չէր անհանգստացնում Արցախի կորուստը, այդպես էլ չի անհանգստացնում գերիների վերադարձը եւ ես դա շատ մեծ ցավով եմ ասում։ Ոնց եք կարծում, այդ մարդիկ կան ձեր ընտրազանգվածում։ Կարծում եմ ոչ։ Կարծում եմ ոչ, որովհետեւ մեր ընտրազանգվածը ըստ էության հետևում է մեր խոսույթին, հետևում է մեր քայլերին։ Այսինքն մարդիկ, ովքեր տեսնում են, որ մենք անընդհատ խոսում ենք գերիների մասին, մարդիկ, ովքեր տեսնում են, որ մենք Արցախի կորուստից հետո, ինչպես շատ շատերը, այսպես ուշքի չենք գալիս, ինչը շատ բնական է, այդ մարդիկ չեն կարող տեսնելով այդ ամեն ինչը եւ չկիսելով այդ մոտեցումը լինել մեր ուժի եւ ընդհանրապես ընդդիմության ընտրազանգվածը։ Իսկ ընդդիմություն կարող ենք այսօր ասել, որ կա հավաքական այդ ընդդիմություն ասվածը, որովհետև քննարկումները այդ մասով շատ են եւ ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ այսպես միավորվել, համախմբվել մեկ հարցի շուրջ, որը Նիկոլ Փաշինյանի հեռացումն էր։ Երբ ընդդիմություն ենք ասում, ում եք դուք հասկանում ընդդիմություն եւ ինչ գաղափարներով։ Երբ ընդդիմություն ենք ասում, ես նկատի ունեմ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերին, որովհետև ընդդիմությունը ոչ միայն խորհրդարանում պայքարող падգամավորներն են, այլ այն արտախորհրդարանական ուժերը, ովքեր կիսում են նույն մոտեցումները, նույն անհանգստությունները, որոնք վերաբերում են մեր երկրին եւ մեր պետականությանը։ Փաշինյանի հեռացնելու օրակարգը ընդդիմության համար եղել է առանցքային, այնպես չէ, որ ընդդիմությունը տարբեր փուլերում չի միավորվել այդ գաղափարի շուրջ, խոսքը վերաբերում է ինչպես դիմադրության շարժմանը, այնպես էլ մինչ այդ, այնուհետև սրբազան շարժմանը, երբ որոշակի իհարկե գաղափարական տարբերություններ կամ ծրագրային ու մոտեցումների տարբերություններ ունեցող մարդիկ այնուամենայնիվ միավորվել էին մեկ գաղափարի շուրջ,
հաջողություն ունեցավ արդյոք դա մենք բոլորս տեսանք ցավոք սրտի որ ոչ, թեև օրինակ հենց նույն դիմադրության շարժման շնորհիվ էր, որ Արցախի հանձնումը ըստ էության մի փոքր ժամանակով հետաձգվեց, որովհետև հակառակ բարագայում Փաշինյանը ընտրվելուց անմիջապես հետո էր Արցախը հանձնելու, թեև եկել էր Արցախը պահելու խոստումներով։ Հիմա եթե խոսենք հավաքական ընդդիմության մասին, արժևում ընտրություններն են, ես չեմ ակնկալում, որ ընդդիմությունը կարող է միավորվել եւ մեկ միասնական թեվով գնալ, դա մեր հանրության եւ մեր հասարակության համար այս պահին բնորոշ իրավիճակ չէ, բայց կան հարցեր, որոնց շուրջ ընդդիմությունը իհարկե կարող է եւ պարբերաբար միավորվում է, օրինակ գերիների հարցը, դա այն հարցն է, որի շուրջ ընդդիմությունը միավորվել է եւ պարբերաբար տարբեր միջոցառումներ են իրականացրել, քաղբանտարկյալների հարցը, դա այն հարցն է, որի շուրջ ընդդիմությունը կարող է եւ պետք է միավորվի։ Առաջիկա ընտրություններին հասարակության մասնակցությանը նպաստելու եւ մասնակցությունը քաջալերելու ուղղված գործողությունը դա այն խնդիրն է, որի շուրջ ընդդիմությունը իհարկե կարող է միավորվել եւ ի վերջո այս ամեն ինչը պետք է բերի նրան, որ ընդդիմությունը պետք է գնա իշխանությունը փոխելու առաջիկա ընտրություններին իշխանությունը փոխելու ճանապարհով նոր իշխանություն ձևավորելու եւ Հայաստանը այս ռիսկային վիճակից հանելու ուղղությամբ։ Ամեն դեպքում ինչու չի ստացվում այս իրավիճակում ձեր համախմբումը։ Եթե խոսքը վերաբերում է մեկ միասնական թեվով մասնակցելու ընտրություններին, միավորումը կարծում եմ հնարավոր չէ, որովհետև հասարակության տարբեր շերտերի սպասելիքներն է տարբեր։ Դուք գիտեք, որ մեր հասարակությունը սովորաբար ցանկացած ընտրություն անձով պայմանավորող հասարակություն է։ Այսինքն այնպես չէ, որ հասարակությունը գնում է ընտրությունների հետևելով այն ծրագրերին, որոնք որ ներկայացնում են կուսակցությունները կամ դաշինքները, իրենք գնում են նայելով թե ովքեր են այդ ցուցակում եւ հատկապես ով է այդ ցուցակի առաջին համարը։ Այսինքն այս բaragայում մեր հասարակությունը ունի իր համար նախընտրելի, որովհետեւ դեմքերը չեն փոխվում, չէ՞, ունի նախընտրելի եւ հակառակը չընդունված դեմքեր, ինչպես իշխանությունում, այնպես էլ ընդդիմությունում, եւ հետեւաբար այս միավորումը անհնարին էր դարձնելու նաեւ հասարակության ընտրությունը այդ միասնական թևի, որովհետև մենք ինքներս բազմիցս տեսել ենք, երբ նույնիսկ միասնական օրակարգով ընդդիմությունը հավաքված է եղել եւ շարքերից հնչել է հետեւյալ ուրեմն կարծիքը դե, որ այս ինչը բեմում է, ես այլևս այստեղ անելիք չունեմ։ Իսկ առհասարակ, եթե ոչ միասնական, ինչ ընդդիմությանը, թեկուզ ձեր խմբակցությանը չհաջողվեց իշխանափոխության ճանապարհին հաղթանակ գրանցել։ Ինչու չի ստացվում։ Այ 20 թվականից հետո, երբ 21 թվականի ընտրությունները տեղի ունեցան, բոլորի համար անսպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը կրկին իշխանության կլինի, ասելով, որ այս ամենից հետո, երբ տեղի ունեցավ այսքան հսկայական զոհերով, կորուստներով պատերազմ, դրանից հետո, երբ Արցախի կորուստ մենք ունեցանք, լքված հայրենակիցներ, դրանից հետո կրկին անհասկանալի էր, թե ինչու են շարունակում մարդիկ վստահել, հավատալ, չգիտեմ, հետևել Նիկոլ Փաշինյանին։ Ինչ նախնդիրը, որ այս ամենի ֆոնին ձեզ մոտ չի հաջողվում փոփոխության գալ։ Ես կարծում եմ, այստեղ շատ լուրջ սոցիոլոգիական հետազոտությունները պետք է այնուամենայնիվ հասկանալու համար հասարակության տրամադրությունները եւ գնահատելու, թե ինչու ընդդիմությունը տարբեր փուլերում չի հաջողում հեռացնել Փաշինյանին։ Ես գիտեմ 2021 թվականի ին վերլուծությունով, պատճառները դա նաև այն էր, որ Փաշինյանը երկու-երեք կարևոր քայլեր էր արել։ Առաջինը նա իր ամբողջ քայոզարշավը կառուցում էր Արցախը պահելու եւ Արցախը փրկելու գաղափարի վրա եւ կարծես թե հանրության հսկայական հատված հավատում էր նրան։ Երկրորդը, որ նա այսպես առաջ էր տանում եւ հիմա էլ շարունակում է ու շարունակելու է, դա այն է, որ եթե հանկարծ մեզ չընտրեք, պատերազմ է լինելու, իսկ 20 թվականի պատերազմից հետո իրականում եւ այդ հսկայական զոհերից հետո եւ Արցախի առանձին տարածքների կորստից հետո հասարակությունը վախենում էր, որ իսկապես եթե Փաշինյանին չընտրեն, ապա այս պարագայում հավանաբար մեծ է պատերազմի
վտանգը եւ երրորդ կարևոր հանգամանքը կայանում էր նրանում, որ այդ փուլում ըստ էության ընդդիմությունը նույնիսկ զրոյական այսպես մակարդակից չէր մասնակցում, այլ բավականին այսպես բացասական դիրքերից այնուամենայնիվ կարողացավ այդպիսի արդյունք գրանցել։ Հետևաբար իմ գնահատմամբ դա հետպատերազմյան ընդհանուր ապատիկ իրավիճակ էր։ Ցավոք սրտի այդ իրավիճակը դեռևս մինչ այժմ շարունակվում է, բայց ընդհանուր հանրային դրամատրությունները այսօր փոփոխվել են։ 21 թվականի եւ 26 թվականի հասարակությունը էապես տարբերվում է, որովհետև եթե նույնիսկ մի կողմ թողնենք Արցախի հարցը, որովհետև հասարակության որոշ զանգվածների Փաշինյանը եւ նրա նմանները կարողացել էին համոզել, որ ձեր լավ ապրելը պայմանավորված է Արցախը հանձնելով, այդ մարդիկ Արցախը հանձնելուց հետո տեսան, որ այնուամենայնիվ իրենք շարունակում են վատ ապրել։ Տիկին Վարդանյան, կարծում եք այդ հարցը Նիկոլ Փաշինյանից հետո Նիկոլ Փաշինյանը կարողացավ համոզել, թե այդ մասին ձևավորված կարծիք ուներ հանրության մի մասը, պարզապես սկսեց բարձրաձայնել։ Այսպես ասեմ, այդ կարծիքը ձևավորվել է նաև Փաշինյանի եւ նրա նմանների միջոցով։ Այսինքն այն ժամանակ, երբ որ իրենց լրատվամիջոցներով բարբերաբար համոզում էին մարդկանց, որ Արցախը բեռ է, դա աստիճանաբար չէր կարող իր ազդեցությունը չունենալ հասարակության առանձին շերտերի վրա, այն շերտերի վրա, որոնք իսկապես իրենց առօրյայում լուրջ խնդիրներ ունեին եւ նաեւ սոցիալական լուրջ անարդարության հետ էին բախվում։ Այ աստիճանաբար այսպես կաթիլ դա բանարեց, կաթեցվեց, հա, մեր հասարակության առանձին զանգվածների ուղեղներում եւ դա իր հետևանքը ունեցավ։ Մենք մինչև 20 թվականը ինքներս էլ հա չէինք պատկերացնում, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր համաձայն են Արցախը հանձնելու հետ, բայց փաստորեն այդ մարդիկ կային եւ այն ժամանակ պարզապես չէին խոսում դրա մասին։ Այսինքն ընդունված չէր, վախենում էին դրա մասին խոսել եւ այլն, որովհետեւ ընդհանուր մթնոլորտը բոլորովին այլ էր, որովհետեւ Արցախը դա այն գաղափարն էր, որը միավորում էր մեր երկու հայրենիքները, Հայաստանը եւ Արցախը, եւ միավորում էր Սփյուռքը։ Չեք կարծում, այստեղ խնդիր է եղել այ սոցիալական անարդարությունից մենք խոսեցինք, որը մինչև այսօր շարունակվում է, այ ժամանակին ես հիշում եմ մարդիկ եթե դժգոհում էին Արցախում ծառայությունից օրինակ, ասում էին, որ այն մարդիկ, ովքեր կարողանում են վճարել, կարողանում են ազատվել այդ բեռից, ճակերտավոր ասած, եւ ծառայել Հայաստանի Հանրապետությունում չգնալ Արցախ։ Դա այսպես մի շատ նշանակալի գործ էր կամ հնարավորություն էր, որ ամեն մեկը չէր կարող իրեն թույլ տալ։ Այսօր կարծես թե դա արդեն օրինական դաշտում է։ Մենք դրա մասին հասցրել ենք Տիկին Գրիգորյանի հետ այս տաղավարում խոսել, բայց ամեն դեպքում խնդիրները միայն 20-ից հետո են գալիս կամ 18-ից հետո են գալիս։ Չէ, իհարկե Հայաստանում խնդիրները եղել են եւ նաեւ այդ խնդիրների խորացումն էր, որ հնարավորություն տվեց, որպեսզի այսօրվա իշխանությունը վերցնի իշխանություն եւ ձևավորի իշխանություն։ Մենք տեսել ենք այդ սոցիալական անարդարությունը, մենք տեսել ենք, որ մարդիկ կամ խուսափել են ծառայությունից, կամ գումարով են ազատվել ծառայությունից եւ ցավոք սրտի դա շարունակվում է այդ սոցիալական անարդարությունը մինչեւ այժմ, այնպես չի, որ հիմա ամեն ինչ փայլուն է։ Պարզապես այն ժամանակ մեր երիտասարդները ծառայում էին Արցախում, որը մեր զրահաբաճկոնն էր, այսօր ծառայում են Սյունիքում եւ ավելին, եթե այն ժամանակ Ադրբեջանի հետ սահմանային գիծը շատ ավելի կարճ էր, որովհետև Արցախով էր որոշվում, հիմա մեր գիծը շատ ավելի երկար է, շատ ավելի ընդարձակ է։ Հետևաբար այն, որ ասում էին գնմեր երեխաներին տանում են Արցախ, հիմա էլ այդ նույնը Սյունիքն է, Տավուշն է, Գեղարքունիքն է, այսինքն մենք որտեղ տանեն գիծ ունենք, որը սցենարն է։ Ինչ վերաբերում է նաև ձեր ասած օրինական հիմքերով ազատվելուն եւ այլն, դա նորություն չէ։ Դա եղել է նաև 5-րդ գումարման ազգային ժողովում, ես ինքս հիշում եմ, որ այդ նախագիծը քննարկվել է եւ ամբողջ նպատակը հետեւյալն է, որ մարդիկ, ովքեր այնուամենայնիվ խուսափել են ծառայությունից եւ գտնվում են Հայաստանից դուրս, 27 տարին լրանալու պարագայում հնարավորություն ունենալ վերադառնալ Հայաստան եւ որոշակի պայմաններ կան, հա, կամ ծառայել, կամ որոշակի գումարի դիմաց ազատվել։ Եթե այս օրենքը չլինի, այդ մարդիկ միևնույնն է չեն գալու, բայց պարզապես այս մարդիկ քրեական հետապնդման ենթարկվող մարդիկ են եւ սրանով զուտ լուծվում է քրեական հետապնդման հարցը։
Ես կարծում եմ մենք մի այստեղ կարևոր լուծում պետք է տանք, որ այդ մարդիկ, ովքեր 27 տարեկանից հետո կվերադառնան եւ կլուծեն իրենց ծառայության հարցը, քրեական հետապնդումը կդադարեցվի եւ այլն, պետք է երբևէ հնարավորություն չունենան պաշտոններ զբաղեցնելու։ Եվ դա ամենակարևոր լուծումներից մեկը կլինի։ Իսկ շատ ավելի կարևոր հանգամանք է, որպեսզի պարզապես ստեղծվի այնպիսի միջավայր եւ մթնոլորտ, որպեսզի որևէ մեկը չկարողանա խուսափել ապօրինի, հա, օրինական հիմքերի խուսափել ծառայությունից։ Սոցիալական վիճակի հետ դա պիտի կապ չունենա, բացարձակ, իհարկե, բացարձակ։ Քաղբանտարկյալների մասին այսպես հպանցիկ մենք խոսեցինք, այ խորհրդարանական ընդդիմությունը երկու ուժերը քաղբանտարկյալների մասով բավականին այսպես բարձր ձայն են բարձրացնում բոլոր առիթներով, բոլոր հնարավոր տարբերակներով։ Կուզեմ առանձնացնենք Միքայել Աջապահյանին, ոնց է վերաբերում իր անձին, իր դիրքորոշմանը, իր կերպարին։ Ինձ համար Միքայել Աջապահյանը ոչ միայն քաղաքական բանտարկյալ է, այլ նաև խղճի բանտարկյալ է։ Միջազգային իրավունքում այդ երկու հասկացությունները գոյություն ունեն։ Amnesty International-ը ունի այդպիսի ձևակերպումներ, որտեղ քաղաքական բանտարկյալ լինելուց զատ մարդը ուրեմն բանտարկվում է նաև իր մտքերի համար, հետևաբար Միքայել Աջապահյանը ինձ համար նաև խղճի բանտարկյալ է եւ այն հանգամանքը, որ ընդամենը 2 օր առաջ իր խափանման միջոցը կալանքը փոխարինվեց նային կալանքով, ամենևին չի նշանակում, որ նա դադարում է լինել քաղաքական բանտարկյալ։ Ինչու է հենց, քանի որ մենք այս պահին քննարկում ենք իրեն իր գործի մասին խոսելուց, ասեմ, ինչու է հենց հատկապես ինքը քաղաքական բանտարկյալ, որովհետև նախ իրավունքի տեսակետից այն հայտարարությունները, որոնք որ ինքը արել է իր մեջ հայտարարությունները իրենց մեջ կոչ չեն պարունակում, դա ցանկացած իրավաբան, ով գոնե մի քիչ ուսումնասիրել է քրեական իրավունքը կհաստատի։ Երկրորդը դա պատիժը նշանակելիս տարբերակված մոտեցումն է իր նկատմամբ, որովհետև նմանատիպ գործերով դատարանները սովորաբար նշանակում են կալանավորման հետ կապ չունեցող պատիժներ, եւ երրորդ հանգամանքը, որով պայմանավորված է նրա ուրեմն քաղաքական եւ խղճի բանտարկյալ լինելը, դա այն է, որ նույնիսկ այն պարագայում, որ դատարանը 2 տարի ազատազրկում է նշանակել, որը բավականին խիստ պատիժ է միջին ծառայության հանցագործությունների համար, դատախազությունը բողոք է բերել եւ պահանջում է, որ 2.5 տարի 6 ամիս դատապարտեն ազատազրկման, կարծես թե բավարար չէ այդ 2 տարին, հետեւաբար այո, նա քաղբանտարկյալ է, նա խղճի բանտարկյալ է եւ այսօր էլ շարունակում է այդպեսին մնալ։ Ես պատահական չէ, որ նրա անունը հնչեցրեցի, որովհետև այ բանտարկությունից առաջ Միքայել Աջապահյանը առաջարկ արեց ձեզ եւ ընդդիմության մյուս թիմին խորհրդարանական, ասելով, որ փրկության ճանապարհը, եթե դուք ուզում եք այդ ճանապարհով գնալ, պիտի նախկին ղեկավարները մեկ քայլ հետ անեն քաղաքականությունից։ Ինչու ես հարցրեցի ձեր ոնց եք գնահատում Աջապահյանի խոսքը, ինչ կարևորություն ունի այդ առիթով։ Արդյոք այդ խոսքը կարևոր է ձեզ համար, թե ամեն դեպքում պահը չէր առիթ չէր։ Ես կարծում եմ, որ Միքայել Աջապահյանը ազատ է իր կարծիքը արտահայտելու եւ այո, քաղաքականության մեջ տարբեր մարդիկ կլինեն քաղաքական գործիչներ, կլինեն հոգեվորականներ, կլինեն պարզապես սովորական քաղաքացիներ, իրենց կարծիքը կարող են ունենալ եւ այս պարագայում, չգիտեմ, նեղանալ կամ վիրավորվել, որ Աջապահյանը այդպիսի կարծիք է հայտնում, կարծում եմ տեղին չէ, դա իր մոտեցումն է։ Իսկ ես կարծում եմ, որ պարզապես մենք դեռ չենք հասել այնպիսի սերնդափոխության մի մակարդակի, որ մարդիկ, ովքեր ներդրում են ունեցել մեր երկրի կայացման գործում, պետք է մի կողմ քաշվեն եւ նայեն, թե այս պատուհասը ինչ է անում մեր երկրի գլխին։ Ավելի տեսանելի չի լինի իշխանության վարքագիծը այդ պարագայում։ Նկատի ունեք, որ եթե ընդդիմությունը եւ կամ իրենց կոչված նախկինները, հա, մի կողմ քաշվեն, իրենց դրա արդյունքում տեսանելի կլինի, թե իշխանությունը ինչ է անում,
Ես կարծում եմ, որ որովհետև դուք միշտ համեմատության առիթ եք, չէ՞ դառնում։ Իշխանությունը անդադար համեմատվում է նախկին իշխանությունների հետ, ասելով, որ մենք այսպես ենք անում, իսկ նախկինում այդպես չէր։ Չնայած որ ասենք, որ եթե չլինեն օրինակ նախկին նախագահները, չլինեն, չգիտեմ, նախկինում պաշտոններ զբաղեցրածները, իշխանությունները կկարգեն նոր նախկինների։ Այսինքն դա իրենց համար վերարտադրման կարևորագույն միջոց է եւ շատ հեշտ է ընդամենը 1-2 օրվա ընթացքում իրենց համար աշխատող այդ հսկայական եւ լրատվամիջոցների եւ ֆեյքերի բանակների միջոցով ցանկացած մարդու դարձնել այսօր քաղաքականության մեջ ճակերտներում նախքին, հա, այսպես ասեմ։ Դա իրենց համար այսպես լուրջ խնդիր չէ։ Ինչ վերաբերում է նախկիններ եւ այսօրվա իշխանություն համեմատությանը, այսօրվա իշխանությունը շատ հարցերում շատ ավելի վատ բառ չեմ ուզում ուղղակի օգտագործել, շատ ավելի այլանդակ քաղաքականություն է վարում, քան նախկիններն են ժամանակին վարել։ Մենք խոսեցինք քաղբանտարկյալների մասին։ Եթե հետևել եք, ես դեռևս 2012 թվականից բազմաթիվ առիթներով խոսել եմ այսպես քաղաքական ենթատեքստ ունեցող տարբեր բանտարկությունների մասին եւ այլն, բայց այս ամենաթողությունը, որ հիմա կա, նախկինում չի եղել։ Ես մշտապես խոսել եմ մեր դատական համակարգի խնդիրների մասին եւ այս իշխանությունները, որ ելի իշխանության եկան նաեւ դատական համակարգի քննադատության եւ դատական համակարգը բարեփոխելու միջոցով, այսօր այդ դատական համակարգը դարձրել են Նիկոլ Փաշինյանի ձեռքի խաղալիք, այսինքն ինքը ոնց ուզում է, այդպես էլ համակարգը աշխատում է, այդպես աշխատում է ողջ իրավապահ համակարգը, այդպես աշխատում է դատախազությունը, այդպես աշխատում է դատարանը։ Հիմա եթե այսպես փորձենք համեմատություն անցկացնել, այդ դեպքում իրենք շատ ավելի վատ են իրենց պահում տարբեր ոլորտներում, քան նախկիններն են արել։ Ընտրություններին 4 ամիս է մնացել, եթե ես չեմ սխալվում։ Ոնց եք պատրաստվում, նախ ինչ ակնկալիքներով եք գնում ընտրություններին ընդառաջ, որովհետև ես հաճախ եմ լսում ընդդիմության կողմից, թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական, որ արդար ընտրություններ չեն լինելու, չնայած դրանի պատասխան իշխանությունից էլ ասում են, բայ եթե արդար չի լինելու, բայ ինչու են պատրաստվում ընտրություններին։ Եվ կարծում եմ հանրությանը հետաքրքրում է ազգային ժողովի տեսքը եւ բովանդակությունը, որը լինելու է, որովհետեւ դա օրինակ է հանրության համար։ Ոնց եք պատրաստվում բարեփոխել 21-ից հետո ստեղծվող նոր ազգային ժողովը։ Նախ ինչ ակնկալել ընտրություններից, իհարկե որը մեկը միամիտ չէ կարծելու, թե իսկապես իշխանությունները արդար թափանցիկ ընտրություններ են կազմակերպելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հսկայական վարչական ռեսուրսի են դիապետում եւ իրենք արդեն իսկ առիթներ եղել է ապացուցելու, որ այդ վարչական ռեսուրսը իրենց նպատակների համար օգտագործել եւ օգտագործելու են։ Թեկուզ այն կեղծ պատարակները, որոնք մատուցվում են եւ որոնց Փաշինյանը մասնակցում է, ինչու եմ ասում կեղծ, որովհետեւ կարգալույց եղած քահանաների կողմից են սովորաբար դրանք մատուցվում։ Դատարանով հիշեցնենք, որ դատարանը արդեն միջամտել է այդ հարցերին։ Եվ այստեղ մենք այդ նույն պատարակներին տեսնում ենք վարչական ռեսուրսով բերված մարդիկ, կարծում եմ այն հիվանդանոցից դուրս գրված եւ պատարակին իր կյանքում առաջին անգամ ներկա գտնվող քաղաքապետարանի ինչ որ վարչական աշխատողներ, նույնիսկ չեմ հիշում, որ արդեն իսկ ապացուցում են հանգամանքը, որ առաջիկա ընտրություններին այդ նույն մեխանիզմները կիրառվելու են։ Երբ որ ասում են, եթե ընտրությունները արդար եւ թափանցիկ չեն լինելու, այդ դեպքում ինչու է ընդդիմությունը մասնակցում, ընդդիմության ամբողջ խնդիրը պետք է լինի այստեղ միասնական ճակատով անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս քչացնի այդ ռիսկերը։ Ինչ ակնկալիքով ենք մասնակցում ընտրություններին, ես կարծում եմ ցանկացած ընդդիմադիր ուժ ընտրություններին պետք է գնա իշխանություն ձևավորելու նպատակով։ Սա չկարծեք իմ ասած են իշխանություն բաժանելու կամ ինչ որ պաշտոններ բաժանելու մոլուցքի մասին է խոսում, այլ ոչ, խոսում է քաղաքագիտական առումով իշխանություն ձևավորելուն, որովհետև եթե ընդդիմությունը մասնակցում է ընտրություններին պարզապես նորից ընդդիմություն լինելու ակնկալիքով, հա, այնտեղ մի քանի տեղ ունենալու, մի քանի մանդատ ունենալու, դա տարօրինակ կլինի, որ դեպքում ամենալուրջ վնասն է, որ իրենք կարող են հասցնել մեր պետությանը։ Ցավոք սրտի դուք ասում եք տարօրինակ կլինի, բայց իրականում կան այսպես պրոքսի
իշխանական ուժեր, որոնց հենց նպատակն էլ այդ է գնալ եւ ձևավորել այսօրվա իշխանության ընդդիմություն եւ ցույց տալ, որ ինչպիսի ժողովրդավարական երկրում մենք ապրում։ Հետևաբար ընտրություններից ակնկալիք այն է, որ 2026 թվականին ազգային ժողովը ունենալու է բոլորովին այլ դասավորվածություն եւ ընդդիմադիր ուժերը իմ գնահատմամբ կոալիցիայի միջոցով կարողանալու են ձևավորել իշխանություն։ Իսկ բովանդակային իմաստով ինչ փոփոխություններ եք ակնկալում։ Գիտեք, իսկ իրականում եթե ես հիմա փորձեմ ներկայացնել ինչ քայլեր պետք է արվեն, դա կնշանակի ներկայացնել մի ամբողջական ծրագիր, որովհետեւ բովանդակային փոփոխությունները Տեսեք, եթե ներկա իշխանությունը ընտրվեց, իրենք սկսում են ճանապարհը դեպի 4 հանրապետություն, ինչը կարծում եմ ընդդիմության համար ընդունելի թեզ չի եւ ճանապարհ չի, չէ՞։ Գիտեք, ընդդիմության համար ընդհանրապես ընդունելի չի այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որով որ Փաշինյանը մեզ բոլորիս կտրում է մեր արմատներից, մենք իրականում այդ կեղծ թեզը, որ կառուցվում է Փաշինյանի կողմից, այդ կեղծ թեզի պատասխանը հենց պետք է լինի ոչ թե 4-րդ հանրապետություն կառուցելը, այլ պարզապես մեր պետությունը իրական ռիսկերից այս պահին փրկելը։ Մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների փուլում, աշխարհակարգ է փոխվում եւ այլն, եւ այստեղ բովանդակությունը հենց պետք է լինի այն, որ կարողանաս այս աշխարհակարգում ճիշտ պահին եւ ճիշտ տեղում հայտնվել։ Ցավոք սրտի, այն ինչ որ մենք ունենք այսօր, տպավորություն է ստեղծում, որ մենք պարզապես ոչ ճիշտ պահին ընկնում ենք ոմանց ոտքերի տակ։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ թարմուղեղով իմ զրուցակիցը Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինա Վարդանյանն էր, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Շարունակեք հետևել մեզ, վաղը կհանդիպենք։